Շնորհակալ եմ, հարցադրումները շատ էին, ես նախ կուզեմ պատրաստակամությունս հայտնել, առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում շատ ավելի մանրամասն այն դիտարկումները, որոնք կային եւ կարող են բերել նաեւ օրենսդրական փոփոխության լավարկմանը, դրանք շատ ավելի մանրամասն քննարկել, բայց պետք է նաև նշեմ, որ շատ մանրամասներ, որոնք նաև օրինակ պարոն Թորոսյանն էր վկայակոչում, պետք է կարգավորվեն կառավարության որոշմամբ։ Եվ մենք չպետք է ակնկալենք, որ օրենքը ունենալու է բոլոր հարցերի պատասխանները, բնականաբար բոլոր առանձին մասնավոր դեպքերի կարգավորումները կլինեն կառավարության սահմանած կարգով, որտեղ պայմանները եւ նաև ընթացակարգերը կսահմանվեն։ Ես ուզում եմ մի բան հատուկ շեշտել, սրանով մենք որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս։ Մենք խոսում ենք արդեն իսկ տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների հետագա գործունեությունը նպատակային կազմակերպելու մասին։ Այսինքն, եթե խնդիր ունենք քննարկելու տարկետման հայեցակարգը, պիտի վերադառնանք, հասկանանք 18 թվականի ապրիլին, երբ որ այս կարգավորումը դրել ենք, ինչ նպատակ ենք դրել եւ այդ տարկետմանը անդրադարձանենք։ Բայց սրանով մենք ընդհանրապես արդեն իսկ տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին ասում ենք ավելի ճիշտ ուղղորդենք ու ավելի ճիշտ օգտագործենք նրանց ներուժը եւ այստեղ պարոն Նազարյան եւ նաեւ մեր մյուս գործընկերները բարձրացրեցին մտահոգություններ, սա ամենևին պարզ հարց չի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այդ աշխատանքը դիտենք նաև որպես յուրօրինակ ծառայություն։ Ինչու, որովհետև մարդիկ սովորել են, ձեռք են բերել այդ գիտելիքն ու հմտությունը եւ հանձնառություն են ստանձնում գալ այդ գիտելիքն ու հմտությունը ծառայեցնել այն ոլորտում, որը կնշենք։ Եվ ես կարծում եմ, սա որևէ բանով այդ իմաստով չի տարբերվում ծառայության այն տրամաբանությունից, որ մարդը իր ներուժը դնում է իր պետության զարգացման համար։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք կրթության հայեցակարգը փոխենք եւ ավելի ուժեղ կապ ունենանք մասնավորի հետ, ընդհանրապես գիտելիքի նպատակային օգտագործում ունենանք Հայաստանի թե արտերկրի բուհերի պարագայում, Վարչագույն կրթության եւ գիտության նոր օրենքը հենց դրա մասին է եւ հոկտեմբերի 20-ից դա ուժի մեջ է, մենք ամբողջությամբ եւ ֆունդամենտալ փոխում ենք Վարչագույն կրթական համակարգը եւ կարծում եմ այդ փոփոխությունները առաջիկայում կտեսնեք։ Վերջին նախադասությունը շատ կարեւոր եմ համարում եւ այստեղ համաձայն եմ պարոն Վարդանյանի հետ, որ մեր քաղաքացիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Խոսքը միայն աշխատելու մասին չի, խոսքը ֆիզիկապես այստեղ գտնվելու, այս հանրության մաս կազմելու եւ Հայաստանը իրենց կենսական շահերի կենտրոն դիտարկելու մասին է, հետեւաբար օրենսդրական կարգավորումը նախատեսում է, որ ֆիզիկապես պիտի գտնվեն Հայաստանում։ Վիճակագրությունը, եթե բավարար չեք համարում, հիմնավորումը կլրամշակենք, մնացած հարցերն էլ կարծում եմ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկենք։ Շնորհակալ եմ։